so they will ask questions. Yes, Բարև ձեզ, Վաշինգտոնյան համաձայնագրում, եռակողմ համաձայնագրում, որ ձեռք բերվեց օգոստոսի 8-ին երեք երկրների միջև կա ձևակերպում, որ Ադրբեջանը ստանում է անխոչնդոտ ճանապարհ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Ես կխնդրեի հստակեցնել, արդյոք այս ձևակերպումը նշանակում է, որ Ադրբեջանը ակնկալում է Հայաստանի տարածքով առանց ստուգումների, առանց հայ սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցներին տեսնելու Հայաստանի տարածքով անցնել դեպի իր էքսկլավ Նախիջևան, եթե ոչ The August 8 Washington Declaration contains a statement that Azerbaijan shall gain unhindered access to its exclave Nakhichevan via Armenia's territory. Do you think that this unhindered access means that Azerbaijan expects that its entities will move via the territory of Armenia without confronting or being checked by Armenian customs and border officials? If not, then շարունակեք. Եթե ոչ, այդ դեպքում ինչի համար է այս ձևակերպումը Բաքուն ցանկացել որ լինի համաձայնագրում եւ ինչ է իրենք պատկերացնում անխոչնդոտ ձևակերպման տակ? If not, then why did Baku wish to have this statement, this provision in the text? And if this is not the case, then what was Baku's understanding of this language? Okay, thank you very much. Thank you very much for the question. It's been Baku's aspiration in the past 5 years to have unhindered access between the mainland Azerbaijan and the exclave of Nakhchivan. Right now, if I understand correctly, Հիմնական բանակցությունները տեղի ունենում Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Վերաբերում են կարգավիճակին, ձևաչափին, վերաբերում են տարբեր հարցերի։ Հայաստանի հարավի շրջանակային ծրագրի հետ կապված, բայց Ադրբեջանի դիրքորոշումը մնում է միանշանակ հաշվառնելով հատկապես զգայուն իրավիճակը, հասարակությունների զգայուն վիճակը, ունենալ արագընթաց եւ անխոչնդոտ անցում։ Եվ այստեղ հիմնական նպատակն է այնպես անել, որ շահութաբաժիններ քաղի Նախճեվանի բնակչությունը, ովքեր նույնպես դուժել են գրեթե 4 տասնամյակներ տևած հակամարտության հետևանքով, քանի որ կոնսենսուս կա Ադրբեջանում, որ իրենք այն է ազգաբնակչությունը Նախճեվանի, իրենք էլ արժանի են տեսնելու այս խաղաղության իրավիճակի շահութաբաժինները, երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները, դիվիդենտները։ Ինչ են հասկանում անխոչնդոտ ձևակերպում ասելով։ How is unhindered access? Յուրաքանչյուր մեկ հարց պատասխանը հնչեց հաջորդ լրատվամիջոցով։ Կներեք, էլի մի հատ հստակեցնենք, կասեք, Պատասխանը հնչել է հաջորդ լրատվամիջոցով։ Կարելի է ես հարց տամ, էլի մի րոպե։ Ադրբեջանի նախագահը հանդես է գալիս հակասական հայտարարություններով։ The president of Azerbaijan has been making contradictory statements. Այս համաժողովից առաջ էլ հայտնեց, որ հայկական բնակավայրերը ըստ էության հայկական տեղանուններ չունեն, դրանք ադրբեջանական ծագում ունեն։ Before this conference, he announced that Azerbaijani settlements do not have Armenian settlements. Do not have Armenian toponyms; that they have Azerbaijani origin. Եվ մասնավորապես հայտարարեց, որ Սևան անուն չկա, կա Գյոչա։ And he stated in particular there is no word such as Sevan; it's Göcha Lake. Չեք կարծում, որ նման հակասություններով բնականաբար չեք նպաստելու խաղաղության հաստատմանը։ Don't you think that with such contradictory statements you are obviously not going to contribute to reaching peace? I think we should Կարծում եմ, որ պետք է հարցը ուղղեք Ադրբեջանի պաշտոնատար անձանց, սակայն եթե փորձագիտական կարծիք եք հարցնում մեզնից, առաջարկում եմ, որ մենք բոլորս ստուգենք Վաշինգտոնի հռչակագիրը երկու երկրների միջև, որը վերաբերում է տարածքային ամբողջականության երկուստեք ճանաչմանը, սահմանների անխախտելիության երկուստեք ճանաչմանը։ Վերջ։ Դուք կիսում եք կարծիքը, կար մյուսը կիսում եք կարծիքը, թե չէ, երկրորդը։ Եթե ուզում եք երկրորդը պատասխանում։ Հաջորդ հարցը Հաշվի առնելով, որ փորձագիտական խումբ եք դուք ներկայացնում, հասարակությունն ինչպես է տրամադրված ընդհանրապես Հայաստանով անցնելուն, հայերի եւ ադրբեջանցիների հետ հարաբերություններ հաստատելուն։ Considering you represent a team of experts, what is the mood in Azerbaijani society about interacting with Armenians or about passing via Armenia? What is the mood among the Azerbaijani population?
Միակ կարծիք կամ միանշանակ մի կարծիք չէ Ադրբեջանում կան տարբեր արձագանքներ։ Դրական էլ բացասական էլ քանի որ ելույթումս էլ դա ասացի, որ դեռ կան հույզեր, հիշողություններ հակամարտության, դրանք խորն են, ժամանակ պահանջվի, որպեսզի առաջ շարժվենք։ Նույն ժամանակ ես կարծում եմ նաև տեսնում ենք, որ շատերը նաև դրական են տրամադրված այդ շփումներին, որովհետև իրենք հարցեր են տալիս լրատվամիջոցները հետաքրքրված են, հարցնելու են մեզ թե ինչպիսին էր մեր ժամանակը Հայաստանում, ուզում են իմանալ տեղեկանալ, դա տեղեկանալու իմանալու ժամանակահատվածը երկու կողմերի համար։ Հաջորդ անգամ երբ հայ փորձագետներն ուղևորվեն Ադրբեջան, կարծում եմ նույն բանը տեղի կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հարցեր կտան ոնց էր Ադրբեջանում ձեր ճանապարհորդությունը, ինչ տեսակ եւ այլն, դա իմանալու սովորելու գործընթացը երկու ստեկ։